Բարև ձեզ հարգելի հեռուստադիտող, եթերում թատերական օրագիրն է եւ այսպես Կապանյան բեմը 3 մարտի 23-ին լցրեց Սասունցի Դավիթ մոնոներկայացումը, լցրեց բառիս ամենաբուն եւ ամենալայն իմաստով։ Մենք տեսանք մի հրաշալի ներկայացում, էպիկական ներկայացում, որը սակայն բերեց մեզ եւ նվիրեց տեղային կերպարներ, այս մեր հետ մեր մեջ գոյություն ունեցող կերպարներ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, մեր հաղորդման առաջին հատվածում կխոսենք ներկայացման մասին, տպավորությունների մասին, ինչու՞ չէ մեր բեմի հնարավորությունների մասին։ Շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ։ Իսկ մեր հյուրերն են Սասունցի Դավիթ ներկայացման դերակատար Արմեն Քուշկյանը եւ Արմոնո միջազգային թատերական փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Երբ արդեն մենք տեսանք, ըմբոշխնեցինք այդ գեղեցիկ ներկայացումը, կարող ենք արդեն այսօր բացել շատ փակագծեր։ Կարող ենք այսօր խոսել ձեր կերպարից, ձեր կերպարի առանձնահատկություններից։ Մարմնավորում եմ 14 կերպար եւ ամենաբարդը ինձ տրվել է հենց Դավիթը։ Ինչու, որովհետեւ ես միշտ ասում եմ, եթե լիներ քաստինգ եւ Սասունցի Դավթի, ես չէի անցնի այդ քաստինգի ոչ մի դերի համար ինձ չէին ընտրի հաստատ։ Որովհետև դե նայեք, Դավթի համար էս ալեր երիտասարդ, արդեն նախկին երիտասարդը, դե Իսմիլ Խաթուն, Քուրկիկ Ջալալի, որ կերպարի համար ինձ կընտրեին։ Բայց այստեղ գալիս է հրաշագործ բեմադրիչը Նարինե Գրիգորյանը եւ այնպես մի կոնցեպտ է ստեղծում, որտեղ ես եւ Դավիթ եմ եւ մնացած բոլոր կերպարները։ Ինչու ամենադժվարը տրվեց Դավիթը, որովհետեւ ել եմ ասում, ես արտաքինով եւ իմ տեսակով հերոսական չեմ, բայց երբ որ ես իմ միջից հանեցի եւ Մելիքին, եւ Օհանին, եւ Վերգոյին, եւ Իսմիլին, եւ Քուրկիկ Ջալալուն, տակը մնաց մաքուր, զուլալ, անարատ, այն ծուր Դավիթը, որը հենց մեր էությունն է, մեր գենն է, մեր տեսակն է, ու քեզնից հեռու չի, ինքը քո մեջ է։ Ուղղակի մի քիչ խորն է, իրան պիտի բացել, որ ինքը դուրս գա։ Տիկին Մխիթարյան, ով էր բեմադրել ներկայացումը, բեմանկարչությունն էլ կարծում եմ հրաշալի էր, խնդրում եմ խոսեք ներկայացման ստեղծման մասին եւ ստեղծողների մասին, բեմանկարիչը ով էր, բեմադրողը ով էր։ Զգեստների, այո, հեղինակը։ Բեմադրիչը մեր, ես կարող եմ ասել, մեր հայ թատրոնի աստղ Նարինե Գրիգորյանն է, մեր բեմանկարիչը եւ զգեստների, այդ տրանսֆորմեր զգեստի ստեղծողը մեր Մերի Սարգսյանն է եւ երաժշտությունը հավաքած է մեր շատ գեղեցիկ երիտասարդ Ջուլիի կողմից։ Եվ այդ թիմը ես ուզում եմ նաև ներգրավել եւ մեր Նիկիտային եւ մեր Արայեկին, որ այսօր երեք այստեղ չէր, մեր Լուիսերի մասնագետին, այս թիմը իրոք ստեղծեց մի ներկայացում, որը շատ կոլեկտիվ է եւ իրոք ինձ թվում է այդ կոլեկտիվ աշխատանքը նպաստեց նրան, որ հաջողվեց այն, ինչ տեսավ երեք հանդիսատեսը։ Երեք հանդիսատեսն ինչպես ընդունեց ձեզ։ Ֆանտաստիկ։ Էներգետիկան, հապերժեր։ Ես Երևանում նույնպես բուրն է անցնում ներկայացումը, օվացիաներով, բրավոներով, մի քանի անգամ խոնարհումներով, բայց այն ինչ երեք կատարվեց այստեղ, անկեղծ ասած, ես այդ ծափերի տակ ես այլևս չգիտեի ես ինչ պիտի անեմ։ Ես գիտեմ, որ ես պիտի խոնարհվեմ, ես պիտի շնորհակալ լինեմ, բայց էլ ինչ անեմ, որտեղ ինքան շատ էր գալիս այդ դրական, այդ շնորհակալության, այդ հիացմունքի, այդ էներգիան, որ ես ուղղակի մոլորվել էի, արդեն ամաչում էի։ Գուցե սահման պահող հանդիսատեսի մեջ արթնացրեցիք Սասունցի Դավիթին։ Ես չեմ կարծում, թե սահման պահող հանդիսատեսի մեջ Դավիթը քնած է։ Հենց սահման պահողի մեջ է Դավիթը արթուն։ Իսկ ում եք ուզում արթնացնեք, որտեղ եք ուզում արթնացնեք Դավիթը։ Արթնացնել նրանց մեջ, ովքեր ապրում են շքեղ կահկարասու մեջ, ովքեր հրավառություն են կազմակերպում այն ժամանակ, երբ որ պետք է լինել զգոն լուր համեստ։ Իսկ այսպեսի մի հարց, Արտավազ մրցանակաբաշխությանը բնական է կլինեք, որովհետև նոմինացված եք մի շարք անվանակարգերում։ Խնդրում եմ խոսենք դրա մասին։
Դե լավագույն տղամարդ դերակատարի նոմինացված է Արմեն Քուշկյանը, Նարինե Գրիգորյանը լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենոգրաֆիա Մերի Սարգսյանը եւ լավագույն լուսային ձևավորում Արա Գասպարյանը։ Ինձ թվում է, գիտեք ինչ, իրոք այդ անցան այն ժամանակները եւ մոնոներկայացումը դա ուղղակի ոնց որ ես եմ սիրում ասել Սամսիբե ռեժիսոր էր։ Դա իրոք թիմային աշխատանք է եւ չկա մոնո, ստերեո կամ փոքր մեծ ներկայացում, կա ներկայացում, որը դու ուզում ես տեսնել կամ չես ուզում տեսնել, որը քեզ գրավում է կամ չի գրավում եւ որևէ տարբերություն չկա բեմում մի հոգի է թե ամբողջ մեծ թատրոնի անձնակազմն է կանգնած եւ չի երևում դրա համար ինձ թվում է լինում են դեպքեր երբ մի հոգին արժի 100 հոգի իսկ 100 հոգի նույնիսկ 1 հոգի չարժի լինում են այդ տեսակ ներկայացումներ նույնպես կան երեք ականատեսը եղանք որ ստեղծագործ նյարդի վրա պահեց ներկայացումը սկզբից մինչև վերջ եւ երբ որ ես երեք իմացա ներկայացման տևողությունը ինքը 55-50 րոպեանոց ներկայացումը ես զարմացա որովհետեւ չզգացի թե ինչպես է անցավ ներկայացումը ասացիք 14 կերպար եք մարմնավորում բեմում այդ կերպարներից որն է որ ցավոք սրտի գուցե, բայց այսօր մեզ հասարակության մեջ ավելի շատ է։ Մենք այսօր ունենք դատարկախոս ձենովոհաններ շատ, վերգոներ։ Մենք ունենք անսահման շատ վերգոներ։ Պատմություն, մենք ունենք կրկնվող պատմություն, խնդիրը գիտեք ինչու՞մ է, նայեք, մենք ասում ենք Դավիթը ծուռ է, ինչու՞մն է կայանում ծռությունը, որովհետև Դավիթը չգիտե այն պատմությունը եւ այն հարստությունը, որը ինքը կրում է, եւ ինքը գնում է պատերազմի մի պուճուր ձիով եւ ժանգոտ թրով։ Եվ իրեն ասում են քո հայրը մի ամբողջ բան ունի, հա, զինանոց ունի։ Ինքը չգիտի որ իր հայրը անտառներ է ունեցել, որ այնտեղ եկեղեցի կա, որ նավերված է։ Ու երբ որ Դավիթ այդ ամեն ինչը իմանում է, ինքը եկեղեցին վերականգնում է, հագնում է հոր զգեստները, հագին մեծ է այդ զենք ու զրահը։ Ինքը ակնախբյուրից ջուրը խմում է ու հետո առավոտ արտանում է, զգեստներն արդեն իր հագին են։ Այսինքն դու երբ որ քո պատմության, քո մշակույթի, քո ժառանգության կրողն ես, դու այլևս ծուռ չես, ու իր ծռությունը վերանում է այդտեղ, որտեղ մինչև այդ ինքը արտատեր պարավի դաշտերն էր տրորում եւ շաղգամ էր ուտում։ Արմեն, տես մենք բոլորս, թե Դավիթը, թե Վերգոն, թե Օհանը, թե Օհանի կինը, բոլորը սերված են այն երկու, այսինքն մեկ լիաբուր եւ կեսբուր այո ջրից, որ ծովինարը խմեց, բայց որտեղից է սերում այս կասկածամտությունը մեր ազգի մեջ։ Եվ որն է մեր ազգի ամենագլխավոր թերությունը։ Միթե այս կասկածամտությունը, որ կասկածում ենք մեր ուժերին։ Ես այն մարդկանցից եմ, ով չի սիրում փնովել հայ ազգին, ես միշտ փորձում եմ լավը տեսնել, բայց կա մի մեծ թերություն, որը մենք ունենք մեր, չասեմ անգրագիտություն, ասեմ տգիտությունն է, մեծագույն չարիքը մեր։ Մենք շատ բան չգիտենք ու չենք էլ ուզում իմանալ, մենք ապրում ենք մեր պուճուր աշխարհում եւ այդ պուճուր աշխարհում մենք թագավորներ ենք բոլորս։ Երբ որ պուճուր աշխարհից դուրս գաս, ծիկրակ ես, կհասկանաս, որ դուրս ավելի մեծ աշխարհ կա, ու դու ինքան փոքր ես այդ մեծ աշխարհում։ Իսկ այսպեսի մի հարց։ Մենք այսօր խաղում ենք Սասունցի Դավիթ Հայաստանում հայ հանդիսատեսի համար, ենթադրվում է, որ այն պետք է դուրս գա միջազգային հանդիսատեսի դատին։ Ինչպես եք կարծում, դրսում կընկալեն Դավթին իր ծռությամբ, իր վեհությամբ կամ ներկայացումը ինչպես կմարսվի։ Ինձ թվում է այո, որովհետև արդեն մի քանի միջազգային փառատոների տնօրեններ դիտել են այս ներկայացումը, Աստված առաջ այս ներկայացումը կտեսնի տարբեր փառատոններ եւ ինձ թվում է այս թեմաները ավաղ այս փոքրիկ երկրագունդը հիմա ապրում է եւ ինչպես է մեզ բոլորիս հանդուրժում, ես չգիտեմ, բայց այս փոքրիկ երկրագնդի վրա այդքան երկրներ եւ այդքան կետեր կան, որտեղ իրոք Դավիթները անհրաժեշտ են։ Մենք մենակ չենք, մեր պատմության նման պատմություններ շատ երկրներ ունեն եւ շատ ընկալելի կլինի, ինչպես Տիկին Մարիանան նշեց, այո, փառատոնի տնօրենները նայել են եւ հիացմունք են արտահայտել ներկայացման մասին։
կարող ենք արձանագրել, որ համամարտկային թեմա է սա։ Դա Դավթի կերպարը ինքը։ Նաև մեր տեսակը կճանաչեն, մեր տեսակը կհասկանան, աշխարհը մեզ էլ կճանաչի Դավթով։ Տիկին Մխիթարյան, տեսեք, դուք ասացիք, որ ներկայացումը մի քանի նոմինացիաներում երկրորդ փուլ է անցել արտաբաց մրցանակաբաշխության, դրանից մեկը կարծեմ լուսային ռեժիսորան է։ Այո, ահա։ Ես պատկերացնում եմ, թե ինչ հրաշալի լույսեր պետք է օգտագործած լինեք Երևանում, մայրաքաղաքում խաղալու ժամանակ։ Մեր թատրոնը կարծես թե չունի այդ լուսային հնարավորությունները։ Ինչ-որ բան թերի էր, հա, մեզ մոտ։ Մի րոպե, չէ։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր թատրոնին, որովհետև երեք երեկոյան եւ ցերեկը ամբողջ օրը տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի ղեկավարությամբ ամբողջ թատրոնը մեր տրամադրության տակ էր, բոլորը շատ հիանալի եւ շատ ջերմ էին եւ ուզում էին օգտակար լինեին ամեն ինչում եւ դա գիտեք ինչ, դա իրոք ձեր փառատոնը կազմակերպված է ֆանտաստիկ, իդեալական լավ, հրավիրատոմսերից, աֆիշներից, բաներներից սկսած, մինչև ամենամեծ եւ փոքր մանրուքները, ամեն ինչ իդեալական է։ Եվ ես ուզում եմ մեծագույն նաեւ շնորհակալությունս հայտնել Նարեկին, ձեր լույսային իսրայելյան Նարեկին, որը 3 ուղակի հրաշքներ գործեց։ Ես ցանկանում եմ, Աստված առաջ, ես երազում եմ եւ ցանկանում եմ, որ ձեր հիասքանչ թատրոնը ունենա նոր լույսային եւ ձայնային տեխնիկա, որ ձեր թատրոնը վերջապես վերանորոգվի, որովհետեւ ձեր երկրին պետք է լավ, ամուշ, տեխնիկայով հզոր, որովհետեւ գիտեք ինչ, այո, հիմիկվա թատրոնը այդ տեսակ է, որ դա անհրաժեշտ է լույսը, անհրաժեշտ է ձայնը, անհրաժեշտ է, գիտեք ինչ, թատրոնը սկսվում է, այ որ հանդիսատեսը մտնում է թատրոն, ինչպես իրան դիմավորեցին, ինչպես նա տեսավ ամբողջ ֆոյեն, ինչպես հարմարավետ նստեց այդ բասկաթոռին, ինչպես այդ բասկաթոռը գրկեց իրան, եւ այդ վարակույրը, երբ բացվեց կամ չբացվեց, արդեն բաց է, եւ այդ լույսերը, ձայները, այդ մթնոլորտը ստեղծում է ինչպես մատանին, չէ, քարը։ Այդ քարը պետք է մատուցել։ Եվ այդպես բոլոր նյուանսները, բոլոր աշխատողները, բոլոր լույսային եւ ձայնային սարքավորումները, աղմուկը, աթոռների, հատակը, այդ ամեն ինչը ստեղծում են այն մթնոլորտը, երբ հանդիսատեսը վայելում է ներկայացումը։ Այդպես որ ես համոզված եմ, որ եւ երազում եմ եւ ցանկանում եմ, որ ձեր թատրոնը հաջորդ անգամ որ մենք գանք, իսկ մենք անպայման կգանք, մենք կսպասենք։ Սիրով կլինի արդեն վերանորոգված եւ նոր փայլատակի, նոր ամեն ինչով։ Արժանի ձեր աշխատակազմին, ձեր տնօրենին, ձեր գեղարվեստական ղեկավարին եւ ձեզ։ Շնորհակալություն։ Արմեն, ինչ կմաղթեք մեր փառատոնին։ Բարի ընթացք, շարունակություն, որովհետև այն էնտուզիազմը եւ այն բարձր մակարդակը, որ ես եմ տեսնում այստեղ, ես կարծում եմ շատ վատ կլինի ու շատ ցավալի կլինի, եթե հանկարծ Մարի այդ կայծը, որը վառել ես, գեղեցիկ հրաբուխը։ Ավելացնեմ Տիկին Մարիաննայի միտքը, իհարկե շատ եմ ափսոսում, անչափ ափսոսում եմ, որ այդ հրաշալի բեմը չունի այն լուսաձայնային հնարավորությունները, ինչին արժանի է, բայց այդ չունենալու արդյունքում է երևի, որ ձեր աշխատակիցներ ուղղակի հրաշագործներ են, որովհետև չեղածից այնպիսի բաներ են ստեղծում, որ ուղղակի ինձ զարմանում ես։ Բայց չէր կլինի, որ լինի։ Այո, բացի դրանից այդքան ջիգար եւ հոգի են դնում դուք բոլորդ թատրոնի մեջ, որ այո, դրանով պետք է ապրել, հիանալ եւ խոնարհվել։ Շնորհակալություն սիրելի հյուրեր, հարգելի հեռուստադիտող, մենք մեր հաղորդման այս փուլում հրաժեշտ ենք տալիս Արմեն Քուշկյանին եւ Մարիաննա Մխիթարյանին նորից հանդիպելու սպասումով, իսկ ձեզ հետ կհանդիպենք մեր հաղորդման երկրորդ մասում։
Հարգելի հեռուստադիտող, եւ այսպես ավարտվեց եւս մեկ եթեր մեր հաղորդումից, եթերի առաջին մասը սիրված ու ճանաչված արվեստագետների հետ։ Իսկ մենք երկրորդ հատվածում մեր հաղորդման կխոսենք մեկ այլ ներկայացման մասին, այսօր մարտի 24-ին կայանալիք Ազնավուր ներկայացման մասին։ Մեր հյուրերն են Երևանի կամերային թատրոնի դերասան Ներսես Մարկոսյանը եւ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը։ Ողջունում ենք ձեզ։ Ողջույն։ Ինչպես եք, ինչպես կտրեցիք այդ երկար ճանապարհ եւ հասաք մեր բնաշխարհ։ Հրաշալի, չէ՞, Դավիթ, ասա ոնց էին գալիս։ Չկտրեցինք, շատ սլացիկ իսկ, Սարերով զորերով, եւ հետո որ լավ տրամադրված ես գալիս, չես էլ նկատում ոնց ժամանակ անցավ, անկեղծ հոգնածություն էլ չենք ունեցել։ Այնպեսի տեղեր մենք հայտնվեցինք, Տաթևի վանք եւ այլ։ Ընթացքում ճիշտ է, մի քիչ աճ ու ձախել արեցինք էլի, որոշեցինք Սյունիքի հրաշք բնությամբ հիանալ, նոր գալ։ Ես կարծում եմ կամերային թատրոնը այն թատրոնն է, որ այսպես չի կարող ճանապարհ գալ եւ ճանապարհը միշտ հաճելի է իրենց համար։ Երկելով ու բարելով։ Չէ, ասեմ ձեզ, ես քնած էի գալիս։ Մեքենան էլ մի քիչ սենց էր ընթանում։ Չէ, բայց վայելում ենք իսկապես։ Ինչ եք բերել մեզ, մեր հանդիսատեսին ինչ եք բերել։ Բերել ենք երաժշտական դոկումենտալ ներկայացում Ազնավուրի կյանքի եւ անցած ճանապարհի մասին, Ներսես Մարկոսյանի փայլուն դերակատարմամբ, եւ այս ներկայացումով մենք փորձելու ենք հնարավորինս Կապանի հանդիսատեսին ներկայացնել մեծանուն արտիստի, 20-րդ դարի լավագույն արտիստի անցած ճանապարհը, թե ինչ դժվարություններով նա եկավ, հասավ այն փառքին, այն աշխարհաճանաչմանը, որ մենք այսօր կարող ենք ամբողջ աշխարհին հպարտությամբ ասել, որ մենք ունենք Շարլ Ազնավուր։ Այդպես էլ կա, հպարտանում ենք, իհարկե, ուր էլ լինենք, ասում ենք Շարլ Ազնավուր, ասում ենք, Այսինքն մի բուր Ազնավուր են բերել մեզ։ Այո, իսկ մի բան Ներսես ջան ձեզ, հարցը հետեւյալն է, ինչպես մոտեցաք նման պատասխանատու կերպարին։ Իրոք այն ինձ համար մեծ պատասխանատվություն է, հա, ուսերիդ առնել այդպիսի մի կերպար եւ պատվով դուրս գալ, իսկապես ինքս էլ շատ սիրում եմ ֆրանսիան, ֆրանսերեն լեզուն, նաեւ արդեն Շարլ Ազնավուրին եւ ոչ միայն էլի։ Այդպես չէ, վաղուց է ես երգում Շարլ Ազնավուր, իսկ էլի եմ խաղացել Ազնավուրի կերպարը։ Հա, Ազնավուրն է կանչում։ Ես առաջի կուրս էի կարծեմ, թե հրաշալի ներկայացում էր։ Ինչ որ բան բերել եք այնտեղից այս ներկայացման մեջ։ Ես չեմ տեսել ցավոք սրտի այդ ներկայացումը, ես շատ փոքր եմ եղել։ Դավիթն է բերել։ Ես փոքր եմ եղել այդ ժամանակ կերպարի առումով եմ ասում։ Ներսես։ Հա, չէ, իհարկե Ազնավուրը ունի, գիտեք ինչ, Ազնավուրը ունի մի հոգեվիճակ, որ Այստեղ ով է Ազնավուրը այս ներկայացման մեջ։ Այնտեղ շատ բոհեմական էր, այնտեղ շատ միջավայրը ուրիշ էր։ Դե Ազնավուրը այն մարդն է, ասենք ում ծնողները, որ ում ծնողների ծնողները ապրել են այդ ցեղասպանություն, բանը այդ տխրությունը, այդ թախիցը, այդ կարծես այդ դրաման կա իր սրտում, հա, դրա համար երբ որ տեսնում ենք ինքը երգում է, այդ ամենը արդեն իսկ իր մեջ է, իր սրտում է ու այդ ոնց են ասում, թավշե ձայնը, հա, եւ բարիտոնը, այդ հոգուց եկող այդ ձայնը ամեն ինչ ասում է, էլի, չգիտեմ, այսպես։ Ու ինձ մոտ ստացվում է, էլի, որոշ չափ, չէ՞։ Իհարկե, ոչ թե որոշ չափ, ես եկեք մեծամտություն չհնչի, բայց եղել է հանդիսատես, որ ներկայացումից հետո ուղղակի ասեց կենթանի եք երգում թե բանը։ Հա, շատ ներկայացումից հետո շատ են մեզ ասում, որ արդյոք կենթանի եք երգում, ասում հա ոնց եք հնարավոր բան չի, կռիվ են անում, մեր ադմինիստրատորը մի երկու անգամ երկու սեղանների մեր թատրոնում կաֆե թատրոնի ֆորմատի մեջ ենք դա անում, երկու սեղաններին բաժանում էր ուղղակի, որտեղ մի կողմ ասում էր, որ դա կենթանի երաժշտություն է, մյուս կողմը ասում էր, ոչ դա ֆոնոգրամա է, մեզ չեք կարող համոզել, բայց հանդիսատես այնքան ակնհայտ է, մենք միկրոֆոնները այսպես բերաններից խաղում ենք ամբողջ ներկայացումը, հնարավոր էլ չի այդտեղ։ Ասա որ մի անգամ մեզ մեր ականջին ասավ, որ ամուսիններով դուրս են գալիս, արդեն իրար հետ վիճելով, բան, չէ, ասում է բանը, ֆոնոգրամեր երգում, ասում է, չէ, այ մարդ, ասում է, բան երգում էր մարդը, կենթանի երգում, չէ, սենց իրար հետ բելով քայլում ենք, էլի դենց։ Իսկ կարող եք հիշել ինչպես ծնվեց ներկայացումը, գաղափարից մինչև բեմի վարակույր բացվելը։ Գուցե ինչ որ խնդիրներ, զավեշ տալու, ինչու՞ չէ, դեպքեր։ Միտքը, ասեմ, միտքը ոնց հեղացավ,
Ես ուրեմն թատրոնում նստած եմ ինձ համար հանգիստ ու գալիս է Լուսինե Երենջակյանը եւ ասում է ներս կարող ուզենաս Ազնավուր խաղաս ներկայացում Ազնավուրի 100-ամյակն է ահա 100-ամյակին նվիրված ասի հա ինչու ոչ ոսից լավ ու մեկ մի քանի օր հետո սկսեցին արդեն այնտեղ երուզեր սցենարային բաներ հա դա սկզբից Արա Երենջակյանը չէ Արա Երենջակյանը վերցրեց Ազնավուրի կենսագրական հենց Ազնավուրի գրած գործերից համադրեց, բերեց տվեց պիես եւ ասեց Դավիթ, պետքա բեմադրես այդ ներկայացումը, որ շատ լավ իմանալով որ ես եւ Ներսեսը ֆանատիկորեն ենք վերաբերում Ազնավուրին։ Ես միշտ հումորով ասում եմ ցանկացած նորմալ տղամարդու հեռախոսի էկրանին կամ մեքենայա կամ իր կինը իմ ու Ներսեսի հեռախոսի էկրաններին Ազնավուրն ա եղել ու դա միշտ արդեն տարիներով այդ ֆանատիկորեն վերաբերմունքը բերեց նրան, որ մենք շատ արագ անցան գործի, շատ Ինչքան տևեց, մեկ ամիս? Ամիս ու կես, երկու ամիս, սենց, շատ արագ ենք արել, բարդություններ, ինձ մա Ներսեսը սկզբում մի քիչ չէր վստահում ինձ, թե վստահ, կասկածամիտ էր։ Ոչ թե չէի վստահում, այլ գաղափարների այսպես բախումներ էր լինում։ Դու ուրիշ բան ես տեսնում, ես ուրիշ բան եմ տեսնում։ Դա նորմալ է, որ դերասան հավեր հարաբերությունները բահա եղել, որ ասում են, դա դե լավ էլի բան է։ Ստավա պատմություն է, ես դերասան եմ ինքը ռեժիսորն էր թատրոնի։ Եվ ամենահայտարարքին էր, որ մի ասենք գալիս ասում եմ, վсё Ներսես, այսօր մի հատ Պրագոն ենք անում, Պրագոնն էլ փորձ է մեր հանցատեսի համար ասենք, որ դա տենց առանց դաթարի փորձն է, որ ոչ մի դաթար չպետք է լինի։ Մեկ էլ Ներսեսը որոշում էր, որ Պրագոնի ժամանակ չէ՞ մի հատ հումոր պիտի անի, որտեղ այդ պայն ինքը այդ տրամադրությունն ունի, ինչ ուզում ես արա, ուզում ես դու գլխոտուր պատի, դա մի արքային լիճ է։ Բնական է ռեժիսորների արձագանքը։ Հա, դից բայց այդ ամեն ինչը իրական ինձ ասում են կողքից ասում են դա ոչ չէ հիմա դու պայթում բա ասում եմ եթե հիմա դերասանը դա ուզում է անի դա իր մեջի կուտակված էներգիա է որ պիտի դուրս գա միանշանակ դա ու մենք այդ ասել խոսալ ծիծաղալով անում մեկ էլ այդ ներկայացումը հոպսեց ծնվեց հանցատեսի դատին հանձնեցինք հենց Ազնավուրի 100-ամյակին մայիսի 22-ին ու մինչև այսօր խաղում ենք Լեփլեցուն դալիչներում խաղում ենք ամիսը առնվազն 4 անգամ այդ ներկայացումը 4-5 նույնիսկ չէ ամիս եղավ ավելի շատ Two այո Եվ կարծում եմ այս մթնոլորտում ստեղծված ներկայացումը չի կարող վատը լինել Այսօր մենք կարծում եմ պատիվ կունենանք վայելելու այս ներկայացումը իսկ հաջորդ օրը արդեն կհանդիպենք ներկայացումից հետո զրուցելու թե մեր դահլիճում ինչ տեղի ունեցավ Ծանոթ եք մեր հանդիսատեսի հետ եղել եք Կապանում Մեր թատրոնը եղել է մի քանի Ես եմ եղել Դուք խաղացել եք թատրոնով եթե չեմ սխալվում հա մեկ այլ թատրոնի հյուրախաղեր ինչ է մեր թատրոնը խաղացել է փնտրվում է տղամարդ ներկայացումը, բայց ես առաջին անգամ եմ Կապանի հանցատեսի արչև ներկայանալու Իսկ դուք ասեք շատ խիստ է, կննադատ է, Դա դուք այդ հարցին կպատասխանեք, ասեն նախորդ մեզ չեք տրամադրում, մյուս հաղորդման շրջանակներում մենք համոզված ենք, որ ու մյուս հաղորդում մենք սկսում ենք սենց, չէ։ Ինչ ասեմ։ Չէ, ներկայացումը այնպեսին է, որ Ես կարծում եմ ավելի ողջևորված։ Այո, դա անշուշտ է այդպես կլինի, որովհետև չես կարող Ազնավուր նայել չողջևորվես։ Դե իսկ այսպեսի մի հարց փառատոներին ինչպես եք վերաբերում, ձեր վերաբերմունքը մանավանդ մարզային փառատոներին ինչ կարող եք դուք բերել ձեր հետ կամ տանել այդ փառատոներից, ինչ կարծիք ունեք։ Այսպես ասեմ, նախ վերջի этаպում, եթե թույլ կտաք ներսես, որովհետև ակտիվ մեր թատրոնը մասնակցում է, ես հիմա թատրոնի տեսանկյունից եմ պատասխանում, ոչ միայն որպես ռեժիսոր, վերջին շրջանում Հայաստանում մենք տեսանք Գյումրու միջազգային փառատոնը ստեղծվեց, Արտաշատի փառատոնը ստեղծվեց, Կապանի կամերային ներկայացումների, ինչի համար շատ ուրախ ենք եւ այս Երևան քաղաքից ապակենտրոնացումը մարզեր հրաշալի հնարավորություն է եւ մեզ հիմա բարի ուղի ու փոխաբերական իմաստով օդափոխվելու եւ
մարզային հանդիսատեսին նոր բան բերելու, որովհետև շատ հաճախ այդ մարդիկ ուղղակի հնարավորություն չեն ունենում գալ Երևան նայել ներկայացումներ, իսկ այն ներկայացումները, որոնք որ կան, արդեն տեսել են, նորությունները շատ ուշուշ են լինում, իսկ այս փառատոները դրա ամենալավ հնարավորությունն են, որ մարդիկ տեսնեն ինչ է կատարվում քաղաքամայրի, միշտ տենց բան կա, չէ՞ որ ասում ա Երևանում ինչ որ մի բան, շատ տեսնենք ինչ է Երևան, ու ասեմ հանդիսատեսի տեսանկյունից մեծ հետաքրքրություն կա, երևի այդ թվարկածս բոլոր փառատոներին միշտ թատրոններն ասում են, որ լեփլեցուն դահլիճներ են, ու մենք էլ Արտաշատում էլ լեփլեցուն դահլիճում խաղացինք, շատ ուրիշ ընդունել, մենք զարմացել էինք, որ բաներ կային նույնիսկ, որ Երևանում այդպիսի ընկալում չկա, ինչքան որ մարզերում շեշտադրումներ ունենք, հա, ու շեշտադրումներ ունենք, որ ասում ենք, որ երբևիցե այսպեսի արձագանք չէր եղել։ Այս ոնց մարդիկ ու շատ խորը նուրբ բաների մասին է խոսքը, ոչ թե ինչ որ կենցաղային մակարդակով ուրախ բաների մասին։ Ինձ թվում է շրջանների, այսինքն Երևանից դուրս, հա, տարբեր քաղաքների հանդիսատեսը գիտեք ինչպես է, սիրում են անկեղծություն։ Այդ արդարացի, հա, չխաբես, սուտ բաներ չանես, իրանք այդ սիրում են, նկատել ենք։ Ու իրոք հիմա տեսնենք այս երեկո էլ կվայելենք Երբեմն չակերտները չբացենք ներկայացման, որովհետև մենք դեռ բացելու ժամանակ ունենք, ներկայացման հաջորդ օրը հանդիպելու ենք, զրուցելու ենք արդեն կատարված ներկայացումից եւ կկիսվենք ձեր տպավորություններից։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, հարգելի հեռուստադիտող, մենք զրուցում ենք կամերային թատրոնի արտիստների հետ, իսկ ձեզ հետ կհանդիպենք մեր դահլիճում, այսինքն նրանց հետ, ովքեր հասցրել են տոմսեր ձեռք բերել։ Իսկ քանի որ մեր հանդիսասրահադահլիճը բավականին փոքրիկ է, կամերային է, մեր ներկայացումների նման, այո, շատ եզակի երջանիկներ են, որ կմասնակցեն մեր ներկայացմանը, իսկ մենք սիրելի հեռուստադիտող կհանդիպենք վաղը նույն տեղում եւ նույն ժամին։